Հիմա մի հետաքրքիր բան, որ ես տեղյակ չէի իրականում, որովհետև եթե տեղյակ լինեի, անպայման կուսակցության կողմից նաև պարգև տեղի ունենար։ Մեր մարտական ընկերներից մեկը, իհարկե մենք անմիջական մարտի դաշտում միմյանց հետ չենք եղել, պատերազմից հետո ենք իրար ճանաչել, բայց ես այդ անձնավորությանը ճանաչում եմ որպես հայրենիքի պաշտպաններից առյուծ։ Մի սարսափելի մարդիկ են իրանք, որտեվ շատ ուժեղ են կռվում, շատ ուժեղ, ու թուրքը վախենում է այդ ձենի հայից, իրականում է վախենում։ Հիմա այդ ընկերս զանգեց, ասեց, որ քո գլխից թռել են մի հատ բան են կազմակերպել, երկու երիտասարդի են հրավիրել, որոնք որ պատանի են, լրիվ երիտասարդ։ Այս երկու երեխաներ, իրանք երեխա են իրականում, մարտի դաշտում հրաշք են իրագործել։ Ես թվերի ներքան շատ չեմ տիրապետում, բայց երկու զրահատեխնիկայով մարդ են մղել 40-ից ավել 60 թշնամական զրահատեխնիկայի դեմ 20-ից ավել ոչնչացրել են, չէ, ու այս երեխաները կարողացել են աստիճանի հա, բայց ու շատ ոգևորված ես պատմում է, չէ, իմ մարտական ընկերը Շարիկոնն է, որ շատ ուժեղ հայրենիքի պաշտպան, իրանք նվիրալներ են, իրենք իրանց կյանքը երբևիցե չեն խնայել ու չեն խնայում ու նմանատիպ զինվորներ, նմանատիպ մարդիկ շատ կան։ Հիմա մեդալներ է պատրաստված այդ երիտասարդների համար, որ ուզում ենք այս միջոցառումը նաև օգտագործենք, շնորհենք նաև ես ուզում եմ, որ մեր հարթակից նրանց անուն ազգանունները հնչի, որտեղ հայ ժողովուրդը պետք է իմանա, որ հայոց արգանդը հերոսներ ծնում է և ծնելու է։ Մենք երբևիցե կքած չենք ապրել, որտեղ ինչպես խորենացիներ ասում, հերոսների զավակները հերոսներ են։ Հիմա Շարիկո ջան, այդ երկու լավ երիտասարդների հետ վերցնում, բանի դեմահարթակ, որ շնորհես։ Ես կուզեի ներկայացնել երկու խոսքով, որ մեր հերոսները կան, դից հերոսներ շատ ունենք, իրականում նման առյուծի գործողություններ, ասում ես եմ ականատեսել եմ, թեզանից ոչ մեկը նախանձեք։ Իրականում մարդի ընթացք փոխող երիտասարդներ են, Ջաբրայիլում ամենաթեժ կետում, երկու տանկով խոցել ենք 25-ից ավել իմ աչքի տեսած եմ ասում, դի չափազանցություն չի, ոցի ենթադրությունը ես իմ տեսածով եմ ասում, խոցել են թշնամու 25-ից ավել տեխնիկա, ու այսօր կան տեսում։
հերոսությունները որպես արարքներ շատ կարևոր են, որ մնան որպես լեգենդ, բայց հերոսների նաև դեմքով է պետք ճանաչել, ընդ որում հերոսությունը դա մշտական աբոնեմենտ չի կյանքի համար, հերոսությունը դա Աստծո առաջ եւ ժողովրդի առաջ պարտավորությունը, որ մարդը ցմահ պետք է տանի։ Մենք շատ ենք տեսել մարդիկ, ովքեր որ փառքից երբեմն կուրանում են, երբեմն մի քիչ փիլիսոփական, քանի որ երիտասարդների հետ գործ ունենք, իրանց պետք է նաեւ ճիշտ մատուցվի սա։ Հերոսությունը ու լավ գործը երբեմն մարդուն կուրացնում է։ Ու մարդիկ ժամանակի ընթացքում կարող է հեռանան իրենց արժե համակարգից։ Իրական հերոսները նրանք են, որոնք ամբողջ կյանքում ապրում են արժանի լինելով այդ հերոսի կոչմանը։ Ժուժկալ համեստ կյանքով, երբևիցե դրա մասին չեն քնկահարում, ձեր նման ոնց որ դուք կաք, մինչև չպեղենք չհանենք, ով է իմանալու։ Բայց ինչքան մարդ կա աղաղակում է ամբողջ կոկորդով։ Դրա համար մենք պետք է նաև սա գիտակցենք, որ հայ ժողովուրդը միշտ տոկուն է եղել, ուժեղ է եղել, ինչ է մեզ պակասում։ Մեզ պակասում է մի քիչ տաղանդ, նպատակամետ աշխատանք, քանակ, եւ մեզ պակասում է ընդհանրապես արժանավորների իշխանություն, 3 հանգամանքներ իրագործելի են։ Ոչ մի անիրատեսական բան չկա այն մեր պակասած բաներից։ Հետևաբար առաջ Աստված թող հայ ժողովուրդը միշտ խաղաղության մեջ ապրի, բայց թշնամիներն էլ թող սարսափի մեջ մնան, երբ որ զենքով կգան ոչնչացնելու մեր սրբավայրերը, մեր սուրբ հայրենիքը փոխանելու, հայ ժողովուրդը միշտ է կարողացել է ծառանալ ամենահուժկու թշնամիների առաջ եւ այս խորհրդանշական օրը, որ թուրք բոլշևիկյան միացյալ ուժերի դեմը կանգնեց որբերի եւ սովյալների Հայաստանը։ Բա մեր ի՞նչն է պակաս։ Ոչ որբ ենք պարկասու, ոչ է սովյալ ենք։ Այնպես որ առաջ դեպի նոր հաղթանակներ։